թոշակառուին ընդամենը 10,000 դրամ ավելացնում։ Երբ որ ծախ կյանքը այդ թոշակառուն այդ երկրի համար աշխատե, ինքը իր կոլեկտիվի համար բան ավելացնում, փող ավելացնում։ Ինքն է բերե խաղաղություն։ Խաղաղություն չի լինում հենց այնց։ Խաղաղությունը թղթի վրան չի լինում։ Խաղաղությունը ձեռք են բերում զենքով։ Զենք ունես խաղաղ կլինես, զենք չունես ոչ մի բան չի լինելու, խաղաղ չի լինելու։ Պարշիրակ պիտի տան, էլի, բադրություններ ա գալի, ումը պիտի տան։ Քաղաքական քայլեր են անում, որ հունիսի 7-ի ընտրություններում տոկոսը շատ էլի, էլի։ Առաջ իրաց թիմակիցները այսքան էին, հիմա այսքան են դարել։ Ինչի համար, իրաց սխալ քայլերի բանի համար։ Այդ ժողովրդին, հասարակ ժողովրդին բաժանեք, այն հիվանդներին բաժանեք, ախր սեն չի լինի, չէ, կյանքը օտեն չի։ Ինչ պետք է անեն այդքան փող։ Այնա քյասիբներին 25% կազմում քյասիբների թիվը Հայաստանում։ Այդ բաժանեք այդ հիվանդ ծերերին, թոշակառուների թոշակները բարձրացրեք։ Ուրա մի հատ բան չուստու, մի հիվանդանոց չուստու, կամ միտեղ չուստու, որը կառուցել են այս 8 տարվա մեջ։ Ասեմ, հա, հեսա կառուցել են մարդիկ, մի հատ գործարան են կառուցել, էս են արել, են են արել, ուրա։ Սա քանդեցին, տվեցին, ջնջեցին։ Այս աղքատ երկրում, երբ որ իրանք ձեռք են առնում թոշակառուներին ու ասում են այդ 10,000 դրամ ավելացնենք, ինչ պիտի անեն, իրենք նստում են ազգային ժողովում, այդքան իրանց հավելադրամական պարգևներ են տալիս ու բյուջեն ավելի ճեղքվածքները շատացնում են, ոչ մեկ դրա մասին չի մտածում։ Ինչի մասին է խոսքը, աղջիկ ջան, իհարկե շատ վատ է, երկրի վիճակը ահավոր վատ է ու մեր ժողովուրդը պիտի արթնանա այս լոթարինգյան քնից, որպեսզի մենք կարողանանք պայքարենք այս չարիքների դեմ, սրանք կույր աղիք են ների, ուրիշ ոչ մի բան։ Չեմ հասկանում այդ խաղաղությունը ոնց են իրանք մեկնաբանում, որ լրաբերը նայես ինչ են արել, սա Ֆուջիկը։ Ֆուջիկի բանն է, սկզբունքն է դրա։ Ինչ խաղաղության մասին է, իրանք բերեցին եռաբլուր մեզ, մեր երկիրը փոքրացրեցին, տարածքը փոքրացրեցին, հողերը փոքրացրեցին, ամեն ինչ նվիրեցին, բաց է բաց։ Ես երբեք չեմ հավատում խաղաղությանը, որովհետև մենք տվել ենք բազմաթիվ զոհեր։ Ես դրա համար շատ եմ ցավում։ Մարմինս փշաքաղում է, որ հիշում եմ։ Ինչ խաղաղություն, հարևանը տնտե վառվում է, պատերազմը հարևանի տունը, քուտունը կարող է հանգիստ լինի։ Ուրա Ռուսաստանի ինքան փնովում են, հացը բանը սա Ռուսաստանից չի գալի։ Հələ դող գնա վագոնները ստուգեն, տեսնեն այդ ադրբեջանցիք այդ հացը մաքուր են ուղարկում, թե ինչ, թե ուրիշ բանման։ Ապահով Հայաստանի համար հարկավոր է ապահով ղեկավար։